Բարև ձեզ։ Քաղաքական ուժերը ամբողջովին հույսը կտրել են բոլոր պայքարի միջոցներից և լուռ-ումուն սպասում են հաջորդ ընտրություններին։ Եվ ինչ եք լուռ-ումուն սպասում։ Մինչև Ալիևը և նրա հանցակազմը Բաքվից բոլոր իրենց պահանջները ի կատար կացեն Փաշինյանի միջոցով, կստանան ինչ իրենց պետք է, հողեր, նրանք կստանան այնպիսի պայմանագրային կետեր, որոնք հետագա իշխանությունները արդեն մեծ դժվարությունների միջոցով կարող են նրանցից հրաժարվել և հիմա հրաժարվել փողոցային պայքարից նշանակում է ուղղակի թքած ունենալ Հայաստանի վրա, ոչ Դաշնակցությունը, ոչ Հայաստանը, ոչ ՀՀԿ-ն, ոչ մեր ձևովը չեն անում նորմալ փողոցային պայքար, չեն անում նորմալ միտինգներ, չեն խոսում մեծ հարցերից, խոսում են միայն փոքր մանր-մունր հարցերից, մեր ձևովը խոսում է աշխատատեղերից, գործարաններից, հիմնականում նրանք ցանկանում են կառուցել գործարաններ, որպեսզի այդ գործարաններն էլ հենց իրենց բիզնեսը լինի, դա պարզ է, նրանք ունեն բիզնեսի փորձ, բիզնեսի հոգեբանություն և նրանք կառուցող են բիզնեսներ, բայց արդյոք նրանք կկարողանան կառուցել բանակ, կարողանան կառուցել կուռ քաղաքական համակարգ, որից կսարսափեն հայ ժողովրդի թշնամիները, ես չեմ կարծում։ Այսօր մեզ անհրաժեշտ է հզոր բանակ, կարճ ժամկետներում այնպիսի բանակ, որի առկայության պարագայում մեր թշնամիները կհրաժարվեն բոլոր այն մտքերից, որ ուժով կարելի է ծնկի բերել հայությանը և ուժով կարելի է մեզանից, հայ ժողովրդից խլել այն, ինչ իրենց հասանելիքը չի, խլել հայերի տները, խլել հայերի հողերը, նրանց այգիները, նրանց արոտավայրերը, ցանքերը և այլն։ Այսօր սահմաններում հիմնականը տիրում է թշնամու գերիշխանություն, երբ ուզի ադրբեջանցին կարող է մտնել հայկական հողեր, վերցնել անասուններ, այն ինչ որ պետք է և ոչ մի քաղաքական ուժ չունի այնպիսի պայքարի միջոց, որ կարողանա դա կանխել։